պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն այս հարցին, իսկ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին ըստ էության պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Հոգևոր քարոզները թողած զբաղված են քաղաքական քարոզներով եւ ընդ որում այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են եւ անցնում են օրենքի գծերը սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հաջորդ խնդիրը կա, մենք այդքան խոսում ենք արժեքահենք հանրությունից եւ անդադ բողոքում ենք, որ մեր հանրությունը բավարար չափով արժեքահենք չէ։ Ինչպես է դա հնարավոր, ինչպես է հնարավոր ունենալ արժեքահենք հանրություն, եթե մեր սրբություն սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը աղտոտված է արդեն ձեր ախտահարված է ձեզ բոլորիդ հայտնի հանգամանքներով։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես է հնարավոր ախտահարված սրբության սրբոցի պայմաններում ունենալ արժեքահենք հանրություն։ Ես դա չեմ պատկերացնում։ Եվ կարծում եմ, որ այո, այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է նաև այս դատը լուծի, այս հարցը լուծի։